Լոռու մարզպետի աշխատակազմը բյուջետային գլխավոր կարգադրիչ է հանդիսանում Լոռու մարզում տարածքային պետական կառավարում ծրագրով։ Ես ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականին Լոռու մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում միջոցառումով նախատեսված է 528 միլիոն 815 հազար դրամ կամ 2025 թվականի թվերը անփոփոխ են մնացել։ Ես հակիրճ արագ մի քանի կարևոր դրույթներով անցնեմ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում միջոցառումով նախատեսվում է լուծել թվով 15 ընտանիքների բնակարանային խնդիրներ, որի համար նախատեսվում է հատկացնել 107 միլիոն 754 հազար դրամ, 2025 թվականին այս թիվը 55 միլիոն է եղել։ Մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում միջոցառմամբ 228 միլիոն դրամ է նախատեսվում կամ պահպանված է նույն 2025-ի ցուցանիշը։ Կրթական ծրագրերի գծով 2026-ին 13 միլիարդ 435 միլիոն դրամ է պլանավորվում, 2025-ի ցուցանիշից ավել է 11,8%-ով։ Եվ կուզեմ ընդգծել, որ համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները զգալի ավելանում են 2026 թվականին ևս 2025 թվականի 11 միլիարդ 270 միլիոն դրամի փոխարեն 2026 թվականին նախատեսված է 12 միլիարդ 759 միլիոն դրամ։ Մենք բոլոր 11 համայնքներում մարզի ունենք դոտացիաների ավելացում, բացառություն են չխոշորացված երկու համայնքները Ֆիոլետովոն եւ Լերմոնտովոն, որի մասով առանցին լուծում կառուցած դրական կարգավորմամբ 50 միլիոն դրամ հավելյալ ֆինանսավորում են ստանում, որպեսզի կարողանան պատշաճ մասնակցել սուբվենցիոն ծրագրերին։ Ես թերևս եզրափակվեմ, եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։